Hello Mel. Բարև Մել, շատ ուրախ եմ տեսնել քեզ այսօրվա ոդքասթում, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև Սուրեն, ուրախ եմ գտնվել Երևանում։ Միջազգային քրեական իրավունքը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի որոշ հանցագործությունների համար լինի պատասխանատվություն։ Ինչ են միջազգային հանցագործությունները։ Խոսքը միայն պատերազմական հանցագործությունների, ցեղասպանությունների մասին է, թե ավելի լայն։ What it is. Այո, միջազգային հանցագործություններ հասկացության տակ մտնում են մի շարք տարբեր հանցագործություններ։ Այսպիսով մենք ամենաշատը խոսում ենք ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների մասին։ And of course then the next question is, well, what are international crimes? Yeah, and it was yes, is it about just about war crimes, genocide, or it's broader? Այսպիսով, դա խոշտանգում, ստրկություն, ծովահենություն եւ իրականում ծովահենությունը առաջին միջազգային հանցագործությունն էր եւ այն այդպես համարելու պատճառն այն էր, որ այն տեղի էր ունենում միջազգային ջրերում, այսինքն այն իրականում տեղի չէր ունենում որևէ կոնկրետ երկրի տարածքային ջրերում։ Դա առաջին միջազգային հանցագործությունն էր դեռևս միջնադարում համակարգի մասին մտածելուց շատ առաջ։ And in fact, maritime piracy was the very first international crime. And the reason that it was so deemed is because it happens on international waters. So it wasn't actually happening in the territorial waters of a particular country, and so therefore it was deemed միջնադարում համակարգի մասին մտածելուց շատ առաջ, այնպես չէ։ Այո, ծովահենությունը ըստ էության շատ պատմություն ունի։ Իսկ մեր ավելի վերջին դեպքերը, որոնք նշված կատեգորիայում են, այժմ կոչվում են ագրեսիվ հանցագործություն, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետապնդվել է որպես խաղաղության դեմ ուղղված հանցագործություն։ Փաստացի դա այլ երկրի դեմ պատերազմ սկսելու գործընթացն է։ Այո, որովհետև օրենքն այժմ արգելում է դա անել, բայց դա այդպես չէր ոչ միջնադարում, ոչ էլ հին ժամանակներում։ Այն պարզապես այդ ժամանակի մարդկային գործունեության տեսակներից մեկն էր, մարդկային նորմալ գործունեության, բայց 20-րդ դարից սկսած այն արգելված է։ Կարծում եմ պատմության ընթացքում մենք տեսել ենք օրենքների շատ մեծ զարգացում, քանի որ գոյություն են ունեցել պատերազմի օրենքներ։ Այսպիսով միջազգային մարդասիրական իրավունքը, որի մասին կարող ենք մի փոքր ավելի մանրամասն խոսել մեկ րոպեից, բայց որն իրականում գոյության բավականին երկար պատմություն ունի։ Զինված հակամարտությունների դեպքում կիրառվել են որոշակի կանոններ։ Դա գոյություն ունի հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ առաջ աշխարհի տարբեր մշակույթներում։ Պատերազմ վարելու վերաբերյալ որոշակի կանոններ միշտ գոյություն են ունեցել։ Այսպիսով գուցե ոչ այնքան պատերազմի գնալ-չգնալու կանոնների մասին, որքան գոնե պատերազմ վարելու մեր կանոնների մասին։ What can you do in the process of killing other people, right? Essentially, yes. Այո, ինչ կարող է անել մարդկանց սպանելու գործընթացում, չէ՞։ Ըստ էության, այո, ինչն է թույլատրելի եւ ինչը ոչ։ Այո։ Ուղղակի ուզում եմ խոսել միջազգային հանցագործությունների մասին, թե ինչն է դրանք տարբերում, այսինքն սրանք հանցագործությունների կատեգորիաներ են, բայց ինչու են դրանք անվանում միջազգային հանցագործություններ եւ ինչով են դրանք տարբերվում սովորական ներքին հանցագործություններից։ Նախ եւ առաջ մենք խոսում ենք դրանց մասին որպես հանցագործությունների, որոնք ցնցում են մարդկության խիղճը, ուստի դրանք այնքան սարսափելի, որ դրանք շատ ավելի բարձր մակարդակի են հասցված, քան այսօրվա միջին հանցագործությունը, օրինակ ներխուժումը, կողոպուտը, թալանը եւ այլն։ Երկրորդ դրանք զանգվածային մասշտաբով կատարված հանցագործություններ։ Մենք չենք խոսում միայն մեկ անձի կողմից հանցագործություն կատարելու մասին։ Մեկ անձի կողմից հանցագործության զոհ դառնալու մասին։ Մենք խոսում ենք հարյուրավոր, հնարավոր է հազարավոր մարդկանց կողմից հանցագործություններ կատարելու եւ հարյուրավոր, հնարավոր է հազարավոր, նույնիսկ 100 հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր մարդկանց կողմից որպես հանցագործության զոհ լինելու մասին։ Այս հանցագործության մեջ ներգրաված մարդկանց թիվը
Մասշտաբը, այո, եւ սա է պատճառը, որ այս հանցագործությունները մասամբ ցնցում են մարդկության խիղճը, քանի որ ոչ միայն տեղի ունեցողի, այլև տեղի ունեցածի մասշտաբն է մեծ։ Հազարակ հանցագործություններից տարբերության երրորդ պատճառն այն է, որ սրանք հանցագործությունների այն տեսակներ են, որոնք իրականում վտանգ են ներկայացնում աշխարհի խաղաղության եւ անվտանգության համար, քանի որ դրանք տեղի ունենում այդքան զանգվածային մասշտաբով, երբեմն հատում են սահմանները, դրանք նաև հանգեցնում են մարդկանց ոսկի որպես փախստականների տարբեր ուղղություններով։ Դրանք կարող են տեղի ունենալ զինված հակամարտության համատեքստում, որը կարող է ազդել հարևան երկրների վրա։ Այսպիսով սրանք հանցագործություններ են, որոնք կատարվել են համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը խախտելու վտանգի ներքո։ Եվ վերջին պատճառը, թե ինչու են դրանք տարբերվում, այն է, որ այս հանցագործություններն ունեն այսպես կոչված շապո տարրեր։ Շապոն ֆրանսերեն բառ է, որը նշանակում է գլխարկ, եւ յուրաքանչյուր կատեգորիայում, եւ մենք կարող ենք դրանց մասին մի փոքր ավելի մանրամասն խոսել, բայց հանցագործության 3 հիմնական կատեգորիաներից յուրաքանչյուրում ոչ միայն պետք է ապացուցել հանցագործությունը, կատարված անհատական հանցագործությունը, այլև պետք է ապացուցել լրացուցիչ տարրեր։ Բայց հետաքրքիր է, որ ցեղասպանության դեպքում ցեղասպանությունները սովորաբար տեղի ունենում մեկ պետության սահմաններում, բայց դրանք միջազգային հանրության մտահոգության առարկա են։ Ինչու է միջազգային հանրությունն այդքան հետաքրքրված ցեղասպանության հանցագործություններով, որովհետև դրանք տեղի են ունենում մեկ պետության սահմաններում։ Բայց ոչ միշտ։ Այսինքն, եթե մտածենք հայոց ցեղասպանության մասին, մարդիկ մահվան երթերով անցել են Սիրիա, եթե նայենք Հոլոքոստին, որը տարածվել է ամբողջ արևելյան Եվրոպայում, որը գտնվում էր Երրորդ Ռայխի ներքո, բայց դեռևս առանձին երկրներում։ Այնպես որ այո, այդպես չէ, միշտ չէ, որ կամբոջական ցեղասպանությունը եղել, օրինակ այո, դա տեղի ունեցել Կամբոջայի սահմաններում, բայց մյուս ցեղասպանությունների հետ կապված նրանք անկասկած ունեն սահմաններից դուրս եկող փախստականներ, եւ իհարկե փախստականներ են անցնում սահմաններից, այո, ես նկատի ունեմ, գիտեք։ Տեսեք, հայկական ցեղասպանության արդյունքում դուք փախստականներ ունեցաք, որոնք փախան Լիբանան, Բանգլադեշում միլիոնավոր մարդիկ հատեցին Հնդկաստանի հետ սահմանը, եւ հետո կան մարդիկ, որոնք փորձում են առաջ շարժվել։ Հնարավոր է դրանք փախել են մեկ երկիր, բայց փորձում են տեղափոխվել այլ երկրներ։ Or perhaps India. Yes, and another thing just Այո, եւ մեկ այլ բան, որպեսզի մեր լսարանի համար հստակեցնեմ միջազգային քրեական իրավունքը սահմանելիս, խոսքը անհատների մասին է, այնպես չէ, խոսքը պետության մասին չէ, որովհետեւ մենք ունենք այս գաղափարը, որ դա մեծ փոփոխություն է արդարադատության մասին մեր մտածելակերպում, այնպես չէ, եթե կենտրոնանանք միջազգային մակարդակի վրա, ապա խոսքը անհատների մասին է։ In international law, we talk about state accountability. Անշուշտ, այսպիսով միջազգային իրավունքում մենք խոսում ենք պետության պատասխանատվության եւ անհատական պատասխանատվության մասին։ Պետության պատասխանատվությունը այն է, երբ մենք պատասխանատու ենք դարձնում երկրին, պետությանը։ Եվ օրինակ մենք ունենք արդարադատության միջազգային դատարան, որը գոյություն ունի։ Դա այս դատարանը քննում է միայն պետությունների միջև վեճերը։ Այսպիսով միայն պետությունները կարող են լինել կողմ այդ գործերում։ Մինչդեռ այսօր մենք խոսում ենք միջազգային քրեական իրավունքի մասին։ Խոսքը անհատական քրեական պատասխանատվության մասին է։ Այնպես որ ինչպես մեկը կարող է պատասխանատվության ենթարկել ներպետական դատարանում ներպետական հանցագործություններ կատարելու համար, այսպես էլ այստեղ մարդկանց դատարանում պատասխանատվության են ենթարկում։ Դա կարող է լինել ներպետական դատարան, բայց այսօր մենք խոսելու ենք միջազգային դատարանների մասին։ Այսպիսով միջազգային դատարաններում անձին պատասխանատվության են ենթարկում միջազգային հանցագործություններ կատարելու համար։ Այո, եւ ինչպես է սկսվել այս ամենը։ Արդյոք եղել է որևէ կոնկրետ պահ կամ իրադարձություն, որը խնդանել է հանցագործությունների դեմ անհատական մակարդակով հետապնդման գաղափարը։ Կարծում եմ, որ այն իսկապես սկսվել է, այսինքն ես նշեցի, որ պատմության ընթացքում մենք երկար պատմություն ենք ունեցել պատերազմ վարելու վերաբերյալ առնվազն որոշակի կանոններ են եղել։ Եվ այն, ինչ մենք տեսանք 1800-ականներին, ըստ էության դա պատերազմի օրենքների կոդավորման էվոլյուցիայի սկիզբն էր։ Եվ կարծում եմ, որ սա ըստ էության սկիզբն էր, երբ ամեն ինչ սկսվեց հենց օրենքից։
դրա զարգացման ընթացքում։ Միջազգային քրեական իրավունքի շատ տարբեր աղբյուրներ կան։ Մենք սկսում ենք միջազգային մարդասիրական իրավունքից, պատերազմի իրավունքից, որը պայմանագրերի լայն տեսականի է։ Մարդկանց մեծ մասը հավանաբար լսել է Ժնևի կոնվենցիաների մասին։ Կարծում եմ միջազգային իրավունքի ամենահայտնի պայմանագրերն են, բայց իրականում կան շատ չափազանց շատ պայմանագրեր, որոնք մենք մշակել ենք ժամանակի ընթացքում եւ որոնք կարգավորում են, թե ինչպես ենք մենք պայքարում զինված հակամարտությունների դեմ։ Օրինակ կան պայմանագրեր, որոնք արգելում են տարբեր տեսակի զենքեր, ինչպիսիք են ականներ, կուրացող լազերային զենքերը կամ ընդարձակվող եւ պայթող փամփուշտները։ Այսպիսով կան բազմաթիվ տարբեր պայմանագրեր այս հարցի շուրջ։ Եվ այսպես է սկսվել ամեն ինչ, բայց հետո իհարկե մենք ունեցանք երկրորդ համաշխարհային պատերազմը եւ հոլոկոստը, եւ սա շատ հուզիչ պահ էր։ Իրականում Ժնևի կոնվենցիաները ընդունեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դա 1949 թվականն էր։ Եվ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք նաև մշակեցինք 1948 թվականին ցեղասպանության մասին կոնվենցիան եւ 48 թվականին էլ ընդունեցինք մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը։ Այսպիսով դա իսկապես վճռորոշ պահ էր ցեղասպանության վերաբերող նոր օրենքների ստեղծման գործում։ Ինտերնետի կիրառումը, ինչ մենք հիմա գիտենք, միջազգային հանցագործություններ են, բայց այն ժամանակ մենք նաև տեսանք Նյու Յորքում առաջին միջազգային քրեական իրավունքի տրիբունալների եւ դատարանների ստեղծումը։ Այո, սա իմ հաջորդ հարցն է։ Եվ ինչ կարևորություն ունի Նյուրնբերգյան դատավարությունը։ Կարևորությունն այն է, որ գիտեք, դրանք իրականում այն են, ինչ մենք կարող ենք ասել առաջին միջազգային քրեական դատարաններն էին։ Ներողություն պարզապես պարզաբանում եմ մեր լսարանի համար, Նյուրնբերգյան դատավարությունները դրանք այն դատերն են, որոնցում ներգրաված էին նացիստական առաջնորդները եւ նրանց որոշ հանցագիծներ։ Այո, մենք ունեինք առաջին Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը կամ միջազգային ռազմական տրիբունալը։ Սա է այն հիմնականը, որի մասին մարդկանց մեծ մասը մտածում է, եւ սա այն վայրն է, որտեղ դատել է նացիստական գլխավոր առաջնորդներին։ Այդ ժամանակ դատվել են Գյորինգի նման մարդիկ։ Ըստ էության, այս գաղափարը ակնհայտորեն կապված էր հոլոկոստի հետ։ Բայց հետաքրքիր է, որ ոչ ոք իրականում չի դատվել ցեղասպանության համար, քանի որ այս բառը դեռ չէր հորինել Ռաֆայել Լեմկինի կողմից։ Մարդիկ հետապնդվում էին խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների, այսինքն պատերազմ սկսելու, ագրեսիվ պատերազմ մղելու համար։ Նրանք ակնհայտորեն հետապնդվում էին պատերազմական հանցագործությունների համար, եւ նրանք նաեւ հետապնդվում էին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Սրանք հանցագործություններ էին, որոնք ներառում էին այնպիսի հանցագործություններ, որոնք կատարվել էին նույնիսկ պատերազմից առաջ, այլ ոչ թե միայն պատերազմի ընթացքում։ Այսպիսով կար միջազգային ռազմական տրիբունալ։ Սա տրիբունալ էր, որը ստեղծվել էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Խորհրդային Միության կողմից։ Այսինքն դա համագործակցային ջանք էր այն երկրների կողմից, որոնք մի ժամանակ պատերազմել էին միմյանց դեմ։ Սակայն միջազգային ռազմական տրիբունալից հետո տեղի ունեցան նաև այլ այսպես կոչված Նյուրնբերգյան դատավարություններ, որոնք անցկացվեցին առանձին ներգրաված խոշոր երկրների կողմից, բայց դրանք նաև անցկացվեցին այլ երկրներում։ Այսպիսով օրինակ Լեհաստան ունեցավ իր սեփական դատավարությունը։ Այսպիսով նրանք իրականում ունեցել են ազգային դատավարություններ, այո, տեղական դատավարություններ, այո, եւ միևնույն ժամանակ Տոկիոյի դատարանը դրանցից մեկն էր։ Այն պաշտոնապես կոչվում էր Հեռավոր Արևելքի միջազգային տրիբունալ, բայց մենք անվանում ենք Տոկիոյի տրիբունալ։ Եվ դա նույն ժամանակն էր։ Գաղափարն այն էր, որ դատեին Հեռավոր Արևելքի ռազմական հանցագործներին։ Նրանք դատվեցին խաղաղության դեմ հանցագործությունների, կրկին պատերազմական հանցագործությունների եւ իհարկե կրկին մարդկության դեմ հանցագործությունների համար։
Դա նման է Նյուրնբերգեր միջազգային ռազմական տրիբունալին, դատավարությունը շատ չէր, բայց խոսքը առաջնորդների վերևում գտնվող մարդկանց մասին էր։ Դատվողները շատ չէին, բայց խոսքը առաջնորդների վերևում գտնվող մարդկանց մասին էր։ Բայց կրկին, Ասիա խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցան նաև ազգային դատավարություն։ Գիտեք, կարծում եմ հաճախ ստվերում եմ մնում այն, որ ես Տոկիոյի դատարան Այո, եւ գիտեք, կարծում եմ հաճախ ստվերում եմ մնում այնպիսի երևույթներ, ինչպես են Տոկիո։ Այո, եւ գիտեք, կարծում եմ հաճախ ստվերում եմ մնում օրինակ Տոկիոյի դատարանները, Տոկիոյի դատավարությունները։ Եվ հետաքրքիր է, որ մենք բոլորս գիտենք Նյուրնբերգյան դատավարությունների մասին, բայց Տոկիոյի տրիբունալը, այո, ես գրեթե չեմ լսել դրա մասին։ Եվ ինչու է կարծում, որ այն մոռացության է մատնվել հանրային հիշողության մեջ։ I mean, I bet you don't know that Australia was bombed by the Japanese in World War II. Ընդհանուր առմամբ պատերազմի այս թաթերաբեմի մասին այնքան էլ շատ չեն խոսում, չնայած անհավանական շատ դեպքեր են տեղի ունեցել։ Այսքան վստահ եմ, որ դուք չեք լսել, որ Ավստրալիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծվել է ճապոնացիների կողմից։ Ավստրալիայի ամբողջ հյուսիսում մասնավորապես տեղի ունեցել Դարվինի ռմբակոծությունը, որը չափազանց ամոթալի իրադարձություն է։ Եվ գիտեք, թե ովքեր են աշխատում Բիրմայի երկաթուղու վրա, որը մեր պատմության մեջ շատ հայտնի է, քանի որ շատ կարևոր էր։ Ռազմագերիներ, որոնց ստիպել են աշխատել մինչև մահ, սարսափելի պայմաններում։ Եվ հետո կային նաև շատ այլ պատերազմական հանցագործությունների հետ կապված խնդիրներ, որոնք կապված էին բռնաբարության եւ իհարկե կանանց հետ։ There was actually a lot that happened in the theater. Եվ այսպես իրականում շատ բան է տեղի ունեցել պատերազմի թատերաբեմում։ Օրինակ Պապուա Նոր Գվինեայում կան բազմաթիվ վայրեր եւ այդ տարածաշրջանից դուրս գտնվող մարդիկ հավանաբար չեն էլ գիտակցում, թե ինչ է պատահել եւ ինչ է կատարվել։ Եվ կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ եվրոպացիները շատ եվրոպակենտրոն են։ Հյուսիսային Ամերիկայի մարդիկ կենտրոնացած են Հյուսիսային Ամերիկայի վրա, թե ինչ է կատարվել Ասիայում, քանի որ Եվրոպայում մարդիկ ավելի շատ կենտրոնացած են հենց Եվրոպայում տեղի ունեցածի վրա։ North America, obviously, events like the bombing of Pearl Harbor. And I think major chronicles of the Second World War. Կարծում եմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական տարեգրությունները եկել են արևմտյան ակադեմիական շրջանակներից։ Ահա թե ինչու են նրանք այդքան կենտրոնացած արևմտյան իրադարձությունների վրա։ Կարծում եմ, որ Հոլոկոստը նույնպես այդքան նշանակալից է, այսինքն դա 6 միլիոն հրեաների սպանություն էր։ Դա շատ աչքի ընկնող եւ սարսափելի իրադարձություն է։ Այնպես որ հասկանալի է, որ այստեղ այդքան ուժեղ ուշադրություն է դարձվում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցածին եւ կենտրոնացած են հենց Եվրոպայում իրադարձությունների վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայում տեղի ունեցած ռմբակոծությունները չէին համեմատվում այլ վայրերի հետ։ Գիտեք, քաղաքների լիակատար հողին հավասարեցումը, Լոնդոնի ռմբակոծությունը, Գերմանիայի Քյոլնի ռմբակոծությունը, այսպիսով իրականում կարծում եմ կան տարբեր պատճառներ, թե ինչու է այդ ուշադրությունը կենտրոնացած Եվրոպայի վրա։ Այո, Նյուրնբերգի դատավարություններից եւ մարդու իրավունքների վերաբերյալ որոշ կոնվենցիաների ի հայտ գալու այս ամբողջ համակարգից հետո կա մեծ բաց Նյուրնբերգի եւ 1990-ականների միջև։ In this period or It's a great question. Սա հիանալի հարց է։ Ես կասեի ընդհանուր առմամբ միջազգային իրավունքը իր գործունեությունը չի դադարել, քանի որ միջազգային իրավունքը իսկապես զարգացել է այդ ընթացքում։ Ստեղծվել են բազմաթիվ պայմանագրեր, որոնք վերաբերում են նաև մարդու իրավունքներին եւ երկրորդականորեն կապված են այն բանի հետ, ինչի մասին խոսում ենք։ Օրինակ, դուք ունեք 1984 թվականի խորհրդագումների դեմ կոնվենցիան, նաև ունենք այն, ինչ մենք անվանում ենք իրավունքների մասին օրինագիծ, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի միաժամանակյա ստեղծումը։ Այսպիսով միջազգային իրավունքը իսկապես բավականին մեծ առաջընթաց է ապրել այս ընթացքում եւ կան շատ իսկապես զարմանալի հետաքրքիր
հետաքրքիր պատմություններ։ Գիտեք, երբ ես դասավանդում եմ հանրային միջազգային իրավունք, խոսում եմ զարգացման եւ միավորված ազգերի կազմակերպության ստեղծման մասին եւ նաեւ այդ կազմակերպության զարգացման մասին, թե ինչպես սկսվեցին ստեղծել օրենքներ, դրա մասին տարբեր պատմություններ, ինչպես եւ այդ ամենը շատ հետաքրքիր է, բայց միջազգային իրավունքն ընդհանուր առմամբ դադարեցված չէր, այլ կարծես միջազգային քրեական իրավունքն էր դադարեցված։ Այո, կար կորեական պատերազմ, կար Վիետնամի պատերազմ կամ գիտեք հնդկաչինական պատերազմ կամ Կամբոջայի ցեղասպանություն, Աֆրիկայի շատ հակամարտություններում what we now call proxy wars. Այն ինչ մենք այժմ անվանում ենք միջնորդական պատերազմներ։ Այո, եւ այսպես մենք ունեցանք այս մեծ առաջընթացը։ Do you think it's because of the Cold War just froze? Պարզապես չգիտեմ տասնամյակների լռություն, կարծում եք սառը պատերազմի պատճառով է, որ ամեն ինչ պարզապես սառեցվել է, թե ոչ։ Դա կարող էր ինչ որ կերպ կապված լինել նաև սառը պատերազմի հետ, այո, որոշ առումով ես իրականում պատասխան չունեմ, թե ինչու էր այս դադարը, այս բացակայությունը։ Ես պարզապես հետաքրքրվում եմ, թե արդյոք պատճառը այն էր, որ համակարգը դեռ զարգացած չէր։ Նրանք ստեղծել էին Գիտեք, նրանք ստեղծում էին այս բոլոր պայմանագրերը, որոնք կապված էին ոլորտի հետ, բայց մենք ունեինք 1948 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիան։ Այն արդեն գոյություն ուներ։ Այսպիսով արդեն գոյություն ուներ այս մեխանիզմը, որի միջոցով առնվազն պետությունները կարող էին պատասխանատվության ենթարկվել, բայց նաև որի համաձայն պետությունները պարտավորվում են կանխել եւ պատժել ցեղասպանությունը։ Սա նշանակում է, որ նրանք պարտավոր են իրենց երկրում ցեղասպանությունն արգելող օրենքներ ընդունել, այնպես որ պատժի չէ։ Գիտեք, ցեղասպանությունը որպես քրեական հանցագործություն անօրինական դարձնելը որևէ երկրում, որոնք ցեղասպանության մասին կոնվենցիային են միացել, մինչ օրս դեռ չի եղել։ Այնպես որ չնայած մենք ունեինք այդ մեխանիզմը եւ ցեղասպանության կոնվենցիան նույնպես ընդհանրապես չէր օգտագործվում պետությունների պատասխանատվության համար, մինչեւ նախկին Հարավսլավիայում հակամարտության հասնելը։ Այսպիսով 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին առաջին անգամն էր, երբ այն կիրառվեց միջազգային դատարանում։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պարզապես օրենքների մշակման, բայց դրանց իրականում կիրառման շրջան կար։ Եվ քանի որ գիտեք, կարծում եմ քաղաքական հարցերը ավելի կարևոր են, քան իրավականը։ Չեմ հիշում, թե ով է դա ասել, բայց նա ասել է, որ այո, նրանք վատ տղաներ են, բայց նրանք մեր վատ տղաներ են, ճիշտ է։ Oh, absolutely. Nobody likes prosecuting their own people. Ոչ ոք չի սիրում հետապնդել սեփական ժողովրդին։ Եվ սա իրականում միջազգային քրեական իրավունքի համակարգի ստեղծման պատճառներից մեկն է, որովհետև մարդիկ չեն հետապնդում իրենց սեփական անձնակազմին։ Ինչպես կառավարությունները, նրանք էլ իրենք չեն դատի տալու սեփական վարքագծի համար։ Ահա թե ինչու է ստեղծվել այս համակարգը, քանի որ անպատժելիությունը շատ մեծ է։ Այս հանցագործությունները կատարվում են ամբողջ աշխարհում եւ մարդիկ անպատիժ էին մնում։ Այո, եւ դուք հիշատակեցիք Հարավսլավիան եւ Ռուանդան նույնպես։ Ես ուզում եմ սա կապել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների հետ։ 90-ականներին ինչու այս հակամարտությունները հանկարծակի կհանգեցրին միջազգային իրավական գործողությունների վերսկսման։ Ինչը փոխեց իրավիճակը։ Այո, դա իսկապես հետաքրքիր է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դատարանների ստեղծումից հետո, ինչպես դուք ասացիք, տասնամյակների ընդմիջում եղավ։ Իսկ հետո 90-ականներին մենք ունեցանք նախկին Հարավսլավիայի փլուզումը, որը ակնհայտորեն քանդվեց չափազանց դաժան հակամարտության, ցեղասպանության եւ Սիրեբրինիցայի ողբերգության արդյունքում։ Այսպիսով 93 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշեց ստեղծել նախկին Հարավսլավիայի համար միջազգային քրեական դատարան։ Այն նախատեսված էր նախկին Հարավսլավիայում 1991 թվականից ի վեր կատարված հանցագործությունները հետապնդելու համար։
Դրա համար իրավական հիմք հանդիսացավ Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտումների, այդ թվում պատերազմական հանցագործությունների, օրենքների խախտումների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաեւ առաջին անգամ ցեղասպանության վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ սա տեղի ունեցավ, քանի որ իրադարձությունները գրանցվեցին Եվրոպայում։ Այսպիսով այս մոտիվացնող գործոնն է պատճառը, որ մարդիկ գործում են, եւ ես կխրախուսեի ընթերցողներին թերթել Մերոզի գիրքը, որը նա գրել է Միացյալ Նահանգների տարբեր ցեղասպանությունների նկատմամբ արձագանքի մասին, եւ նա դիտարկում է բոլոր տարբեր գործոնները։ Ես քաղաքագետ չեմ, բայց նա քաղաքագետ է։ Նա շատ լավ ակնարկ է տալիս այն մասին, թե մասնավորապես ինչի հետ են մարդիկ առնչվում արևմտյան երկրներում։ Այստեղ նրանք տեսնում են իրենց նման մարդկանց։ Նրանք ավելի պատրաստակամ են այս դեպքում ճնշում գործադրել իրենց կառավարության եւ լրատվամիջոցների կողմից դրա վերաբերյալ հաղորդումների վրա։ Կարծում եմ, սա դրդող գործոն էր ԱՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից այս հարցի վերաբերյալ գործողությունների համար։ Շատ եմ ցավում։ Իհարկե դա գուցե քաղաքական կոռեկտությունից է բխում, բայց գուցե նաեւ ռասիզմի որոշ պահեր կան, որոնք ասում են ինչպես կարող էր դա տեղի ունենալ Եվրոպայում։ Բայց դուք բացարձակապես ճիշտ եք, մենք չենք կարող շղթել ուղղակի ռասիզմի դերը, երբ խոսքը վերաբերում է պետությունների արձագանքին տարբեր հակամարտություններին։ Միևնույն ժամանակ սա 93 թվականն էր, իսկ հետո 94 թվականին մենք ունեցանք Ռուանդայի ցեղասպանությունը։ Ռոմեո Դալերը, որը Ռուանդայում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողության ղեկավարն էր, իր գրած «Ձեռք Սեխմիր Սատանայի հետ» գրքում պատմում է այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգների կառավարությունից ինչ որ մեկը ըստ էության իրեն ասել է, որ նրանք պատրաստ չեն ամերիկացիների կյանքը վտանգել աֆրիկյան կյանքի համար։ Անհերքելի է, որ դա իր դերն է խաղում։ Ակնհայտ է, որ արձագանքը շատ դանդաղ էր նաև Ռուանդայի հարցում։ Եվ գիտեք, Դալերը խոսում է անվտանգության խորհուրդ գնալու մասին։ Խաղաղապահ գործողությունը լիազորված էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Բայց նա խոսում է նրանց դիմելու մասին, ներկայացնելով տեղի ունեցողի վերաբերյալ փաստեր եւ մանդատից հրաժարվելու մասին։ Օրինակ նա տեսավ, նա գիտեր խաղաղապահ առաքելությունը գիտեր, որ հութիները մաչետեներ էին հավաքում։ Որ հութուները մաչետեներ էին հավաքում։ Եվ նա գնաց անվտանգության խորհուրդ եւ ասաց տվեք ինձ մանդատ, որ գնամ եւ վերցնեմ մաչետեները։ Եվ նրանք հրաժարվեցին։ Եվ մաչետեները այն զենքն էին, որը հիմնականում օգտագործվել է ցեղասպանության ժամանակ, այո։ Այսպիսով գիտեք, այս մարտահրավերները տեղի ունեցան։ Եվ կրկին ես կանդրադառնամ Մերոուզի գրքին, քանի որ նա այս մասին խոսում է մասնավորապես Ռուանդայի մասին։ Ամերիկայի արձագանքին դրան եւ այն դժվարությանը, որ նրանք ունեցան ցեղասպանություն բառն օգտագործելու եւ գործողություններ չձեռնարկելու ցանկության պատճառով, քանի որ դա տեղի էր ունենում Աֆրիկայում։ Առնվազն այն ժամանակ այն ինչ տեղի ունեցավ այդ 100 օրվա ընթացքում Ռուանդայում սկսած 94 թվականի ապրիլից։ Ճնշումն այնքան մեծ էր, որ անվտանգության խորհուրդը 94 թվականին ավելի ուշ կրկին ստեղծեց Ռուանդայի միջազգային քրեական դատարան։ Այն կրկին իրավասություններ 94 թվականին Ռուանդայում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ։ Եվ ինչպես է գնահատում այս դատարանների գործունեությունը, արդյունավետությունը, այսինքն Հարավսլավիայի եւ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալները երկուսն էլ բավականին հաջողակ էին իրենց դատավարությունների առումով։ Նրանք կենտրոնանում էին առաջնորդների քաղաքական եւ ռազմական առաջնորդների վրա։ Շատ դեպքերում կային որոշ ցածրաստիճան մարդիկ, որոնք դատվում էին, բայց դրանից տրիբունալների գաղափարն այն էր, որ կենտրոնական առաջնորդների վրա պետք է ուշադրություն ուղղենք։ Ընդհանուր առմամբ այդպես է գործել միջազգային քրեական իրավունքը։ Օրինակ Ռուանդայում կային գակակա դատարաններ։ Դրանք տեղական դատարաններ են, որոնք ստեղծվել են այլ ավելի ցածր կարգի հանցագործությունների գործերով զբաղվելու համար։ Նրանց առջև են բերվում գործեր, որոնք վերաբերում են ոչ այնքան լուրջ կամ ցածր վարկանիշ ունեցող հանցագործություններին, նրանք սովորաբար դրանք ուղարկում են դատարաններ, օրինակ Բոսնիայի։ Այսպիսով դատարանն ունի այդ մեխանիզմը, նրանց գործերից մի քանիսը ուղարկելու համար։
Ներքին դատարաններում եղել են դատավարություններ ոչ բարձր դիրք զբաղեցնող անձանց համար։ Բայց այս երկու դատարանները կենտրոնացել են առաջնորդների վրա։ Օրինակ, միջազգային քրեական դատարանում ամենահայտնի գործերից մեկում ԱԿԵՍ-ում նա շրջանի քաղաքապետ էր, այսինքն տեղական քաղաքական առաջնորդ, որը շատ կարևոր դեր է խաղացել ցեղասպանության մեջ։ Եվ իհարկե միջազգային քրեական դատարանը, գիտեք, նույնիսկ ավելի բարձր մակարդակով հետապնդում էր այնպիսի մարդկանց, ինչպիսին է Միլոշևիչը, այսինքն պետության նախկին ղեկավարը, բայց նաև ռազմական առաջնորդներ, ինչպիսին օրինակ գեներալ Ռատկո Մլադիչը։ Միջազգային քրեական դատարանը, այսինքն երկու տրիբունալներն իրենց դժվարություն ունեն կասկածյալների դատարան բերելու հարցում, քանի որ իհարկե նրանցից մի քանիսը փախել էին։ Եվ մենք գիտենք, թե ինչ դժվարությունների էին նրանք բախվել Մլադիչին, ով Սերբիայում էր թաքցնելու հարցում, եւ դա երկար ժամանակ պահանջեց։ Բայց նրանք ի վերջո գտավ։ Եվ կարծում եմ միջազգային քրեական դատարանը դեռևս փնտրում է միայն 1 կամ 2 մարդու, այսպիսով նրանք բավականին հաջողակ էին։ Մարդկանց մեծ մասը, ում հաջողվել էր գտնել, դատապարտվել էին։ Դեպքերի մեծ մասը ցեղասպանության դեպքեր էին։ Դրանք շատ արդյունավետ են նաև միջազգային իրավունքի զարգացման տեսանկյունից, այնպես չէ, որովհետև օրինակ, եթե չեմ սխալվում, ԱԿԵՍ-ի դեպքում նրանք պարզաբանեցին ցեղասպանության մասին կոնվենցիայի մի պահ, որտեղ ասվում էր, թե ինչպես է այն կոչվում։ Մարդկանց մտավոր եւ ֆիզիկական վնաս հասցնելը եւ բռնաբարությունը համարվում են ցեղասպանական գործողություններից մեկը եւ պարզապես նրանք պետք է մշակեն որոշ անորոշ պահեր ցեղասպանության կոնվենցիայում, ճիշտ եմ ես։ They were very significant bodies. Դուք ճիշտ եք, քանի որ նրանք ունեցել են այդքան շատ դատավարություններ, շատ կարևոր մարմիններ էին միջազգային իրավունքի զարգացման առումով։ Գործընթացի զարգացումը իհարկե օրինակ ինչպես է գործում այս դատարանը, ինչպես է գործում այս տրիբունալը եւ արդար դատավարության իրավունքի ապահովումը դրա մի մասն էր, բայց նաեւ հանցագործությունների իրավունքի զարգացումը։ Այսպիսով, երբ նայում եք ինչ որ բանի, ինչպիսին է ցեղասպանության կոնվենցիան, կամ նայում եք պատերազմի օրենքների վերաբերյալ պայմանագրերում հանցագործությունների մանրամասն սահմանում չկա։ Եվ այստեղ, երբ նրանք, գիտեք, երբ դատախազը գնում է դատարան, նրանք պետք է փաստարկներ ներկայացնեն, թե ինչու է որոշակի արարքը տեղավորվում այդ հանցագործության մեջ, եւ այդ ժամանակ դատարանը որոշում է կայացնում։ Պետք է որոշում կայացնի, այո, լավ, սա ցեղասպանություն էր, թե պատերազմական հանցագործություններ։ Այսպիսով այդ քննարկումներից մեծ մասը տեղի ունեցավ։ Դրանք զարգացրեցին պատերազմի ցեղասպանության մարդկության դեմ հանցագործությունների օրենքների բազմաթիվ կողմեր։ Պարզապես փորձում եմ հասկանալ այդ բոլոր տարբեր հանցագործությունները եւ դուք բացարձակապես ճիշտ եք, սա հիանալի օրինակ է, քանի որ դա առաջին դեպքն էր, որտեղ ասվեց, որ այո, բռնաբարությունը ցեղասպանության հանցագործություն է, քանի որ այն համարվում է լուրջ մարմնական կամ մտավոր վնասվածք։ Նման զարգացումը չափազանց նշանակալից է եղել այն առումով, թե ինչպես ենք մենք սահմանում ցեղասպանությունը։ Ցեղասպանությունն ունի այնքան շատ բաղադրիչներ, որոնք դժվար է սահմանել։ Միջազգային քրեական դատարանը, ինչպես ասացի, գրեթե բոլոր դատավճիռները ցեղասպանության համար է կայացրել։ Դա բավականին մեծ ներդրում է։ Միջազգային քրեական դատարանում ցեղասպանության համար դատապարտումներն ավելի քիչ էին, քանի որ դրանք կապված էին միայն Սրեբրենիցայի հետ։ Այնուամենայնիվ կրկին նրանք դեռևս իրենց ներդրումն ունեին։ Գիտեք, դատարանների տրիբունալների հասցեին անկասկած քննադատություններ կան։ Եվ ես ոչ մի կերպ չեմ ասում, որ ամեն ինչ կատարյալ է, բայց նրանց ներդրումն իսկապես նշանակալի է շատ առումներով։ Եվ գիտեք, երկու հիմնական ըստ սարսափելի հանցագործությունների մեղավորների հաջող հետապնդումն է եւ այս անհավանական միջազգային իրավունքի զարգացումը։ Հավանաբար պետք է ասեմ երրորդը նաև, որ դատարանները կարող են նպաստել պատմության հավաքագրմանը։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք ըստ էության դիտարկում ենք անցյալում տեղի ունեցած մի բան, բայց մենք պետք է նաև դիտարկենք դրա պատճառները։ Հասկանանք այս զինված հակամարտությունը ինչ է, հակամարտության ընթացքում ինչ է պատահել, ովքեր էին հակամարտության կողմերը։ Չնայած դատարանի նպատակն է ապացույցներ հավաքել,
Այդուհանդերձ միևնույն ժամանակ դրանում դեռ շատ պատմություն եւ փաստերի հավաքագրում կա։ Դուք ունեք բազմաթիվ վկաներ, որոնք այնտեղ են եւ խոսում են իրենց ապրածի եւ տեղի ունեցածի մասին։ Կարծում եմ, որ այս դատարանների երրորդ կարևոր դերը պատմությունը արձանագրելն է։ Այո, եւ չորրորդին կարող եմ ավելացնել, եւ որպես չորրորդ դեր կարող եմ ավելացնել նաեւ, որ կրկին աշխարհի ուշադրությունը հրավիրվեց ցեղասպանություն եզրույթի վրա։ Այն ցույց տվեց, որ ցեղասպանությունը միայն պատմական բան չէ։ Այն մի բան է, որը կարող է տեղի ունենալ հիմա մեզ հետ։ Եվ ես կարծում եմ, որ սա այն դատարանների եւս մեկ կարևոր ներդրումն է պատմության մեջ, նաև մեկ այլ կարևոր բան, որ ես ուզում եմ պարզապես ավելացնել։ Մենք կարող ենք օգտագործել պատմական հետազոտություններում հենց այս հավաքագրված ամբողջ նյութերը։ Այն, ինչ ունենք հայոց ցեղասպանությունից հետո, ապա թուրքական ռազմական դատարանների կողմից թուրք առաջնորդների դատական հետապնդումը եւ նյութերի առաջին ժողովածուն, որը հիմք հանդիսացավ հայոց ցեղասպանության նախնական հետազոտության համար։ Ականատեսների հարցաքննություններից կամ ավելի ճիշտ Ստամբուլում դատված հանցագործների հարցազրույցներից կամ հարցաքննություններից այսպիսով քննչական հանձնաժողովների կողմից տրված փաստաթղթերի այս բոլոր արդյունքները դարձան հայոց ցեղասպանության հետազոտության հիմք։ Ահա թե ինչու այս դատավարությունները կարևոր են նաև պատմական տեսանկյունից, անկասկած։ Եվ գիտեք, դրանից շատերը դատարաններն ու տրիբունալները, որոնց մասին մենք խոսում ենք, ունեն արխիվներ։ Այսինքն միջազգային քրեական դատարանն ունի փաստաթղթերով լի պահեստներ, քանի որ մենք խոսում ենք զանգվածային վայրագությունների մասին։ Եվ այսպես կան այնքան շատ փաստաթղթեր եւ զանգվածային վայրագություններ հաստատող փաստեր, որոնք կատարվել են տարիների ընթացքում։ Այս երկու դատարանները ժամանակավոր են, պարզապես դատարաններ, որոնք ստեղծվել էին միայն այս ժամանակահատվածի համար եւ հիմա նրանք ավարտել են իրենց աշխատանքը։ Այո, դրանք ունեն շատ կոնկրետ իրավասություն։ Այն, ինչ մենք անվանում ենք սահմանափակ ժամանակային եւ սահմանափակ աշխարհագրական իրավասություն։ Եվ դա նշանակում է, որ նրանք իրավասություն ունեն միայն որոշակի վայրում եւ որոշակի ժամանակ կատարված հանցագործությունների նկատմամբ։ Այսպիսով այս երկու դատարաններն էլ այժմ փակվել են եւ մեզ մնացել է ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանների մեխանիզմը։ Այդ մեխանիզմը ըստ էության պարզապես փակում է ամեն ինչ, օրինակ մնացած վերաքննիչ բողոքները, մնացած վարչարարությունը եւ մնացած գործերը, բայց դրանք պաշտոնապես փակվել են այս պահին։ Լավ, այսպիսով դրանք սկսվել են 1993 եւ 94 թվականներին, բայց այժմ իրենց ժամկետն ավարտվել է։ Եվ այն, ինչ մենք հիմա ունենք, եւս մեկ դատարան է, եւս մեկ տեղ, որտեղ կարող եք գնալ այս գործով։ Կար Սիերա Լեոնեի հատուկ դատարանը, որը ստեղծվել է 2000 թվականին, եւ Կամբոջայի դատարանների արտակարգ պալատները 2023 թվականին։ Սրանք այն են, ինչ մենք անվանում ենք հիբրիդային դատարաններ։ Ինչ է դա նշանակում, որովհետև դրանք ոչ միայն միջազգային են, այլև ստեղծվում են ազգային իրավական համակարգի շրջանակներում։ Կամբոջական դատարանի կամ Կարմիր խմերների դատարանի անվանումը, ինչպես այն կարելի է անվանել, Կամբոջայի դատարանի արտակարգ պալատներն են։ Այսպիսով դա իրականում անվանումն է։ Դա պալատ է, որը գոյություն ունի Կամբոջայի իրավական համակարգում։ Նրա աշխատակիցների կեսը կամբոջացի են, կեսը միջազգային աշխատակիցներ։ Այսպիսով այն նաև փակում է կամ այլևս գործեր չի հարուցում եւ գտնվում է ժառանգական ինստիտուտի ստեղծման գործընթացում, որը կրկին կլինի արխիվների նման եւ հետազոտությունները կունենան դրանց հասանելիությունը։ Սիերա Լեոնեի հատուկ դատարանը կապված էր 90-ականների վերջին Սիերա Լեոնեում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հետ եւ կրկին այն իրավասություն ուներ պատերազմական հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի այլուրջ խախտումների հետ, ինչպես նաեւ Սիերա Լեոնեի օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների նկատմամբ։
ցանկացած ընդհանուր ներքին հանցագործություն։ Սակայն այն իրավասություն չուներ մարդկության դեմ հանցագործությունների կամ ցեղասպանության նկատմամբ, քանի որ դրանք համարվում են այդ հակամարտության համար անհամապատասխան։ Կամբոջայի դեպքում խոսքը վերաբերում էր կարմիր քմերների օրոք կատարված հանցագործություններին այն ժամանակվա դեմոկրատական Կամպուչեա կոչվող տարածքում, այդպես էր կոչվում Կամբոջան։ 1975 թվականի ապրիլի 17-ից այն օրվանից, երբ կարմիր քմերները մտան Ֆնոմ Պեն, մինչև 1979 թվականի հունվարի 6-ը, երբ նրանք կորցրեցին իշխանությունը։ Եվ սա մի փոքր այլ ձևակերպում էր, քանի որ այն ստեղծվել էր Կամբոջայի դատարաններում։ Մի փոքր այլ էր։ Այսպիսով ունենք 3 հանցագործություն, որոնք թվարկված են 1956 թվականի Կամբոջայի քրեական օրենսգրքում, այսինքն 1970-ականներին արդեն գոյություն ունեցող քրեական օրենսդրությամբ։ Խոշտանգումներ, սպանություններ և կրոնական հալածանքներ։ Սրանք առանձին թվարկված հանցագործություններ են։ Ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ։ Մասնավորապես զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների ոչնչացման առանձին ցուցակ։ Հետաքրքիր է, որը պատերազմական հանցագործություն է, բայց այն առանձին թվարկված էր։ Այո։ Եվ հետո հետաքրքիր է, որ այնտեղ նաև կային 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն միջազգային պաշտպանություն ունեցող անձանց դեմ կատարված հանցագործություններ։ Այսպիսով այս դատարանը հետաքրքիր է, քանի որ այն իրականում բավականին տարբերվում է մյուս դատարաններից։ Բայց կրկին, սա դատարան է, որը ավարտում է իր գործունեությունը։ Այն նաև դատարան է, որը զգալիորեն նպաստել է իրավունքի զարգացմանը, մասնավորապես ես կասեի, որ Սիերա Լեոնեի հատուկ դատարանը և Կամբոջայի դատարանը հարկադիր ամուսնության հետ կապված օրենքը զարգացրեցին, հարկադիր ամուսնության հանցագործությունը, որը հետաքրքիր է որպես լրացուցիչ նշում, այն հանցագործություններից չէ, որոնք թվարկված են իմ նշված դատարաններից որևէ մեկում։ In many different ways. I want to bring our conversation to ICC, International Criminal Court, because it launched with a lot of fanfare. Ես ուզում եմ մեր զրույցը տանել միջազգային քրեական դատարան, քանի որ այն մի տեսակ տոնավաճառի է նմանվում, թե ինչ հույս կար դրա հետևում եւ ինչպես է այն համապատասխանել իրականությանը։ Այո, սկսենք սկզբից, ինչպես է այն ստեղծվել։ Ակնհայտ է, որ մենք խոսել ենք այս բոլոր դատարանների մասին, որոնք գիտեք շատ աշխատանք են պահանջում։ Եթե ամեն անգամ, երբ հակամարտություն է առաջանում, պետք է ստեղծվի նոր միջազգային կամ հիբրիդային դատարան, դա հսկայական աշխատանք է պահանջում։ Դա հսկայական ռեսուրսներ է պահանջում։ Եվ այսպիսով մշտական միջազգային քրեական դատարան ունենալու գաղափարը ըստ էության բավականին երկար ժամանակ շրջանառվում էր եւ երկար ժամանակ պահանջվեց, սակայն 1998 թվականին Հռոմում կայացած համաժողովում վերջապես ստեղծվեց այս դատարանի կանոնադրությունը։ Եվ ապա 2002 թվականի հուլիսի 1-ին դատարանը վերջապես ստեղծվեց։ Սա մշտական միջազգային քրեական դատարան է, որն այժմ գոյություն ունի։ Եվ ես կցանկանայի ասել, որ այն կզբաղեցնի ցանկացած դատարանի տեղը, բայց դա պարտադիր չէ, որ այդպես լինի, քանի որ այն ունի իր իրավասության սահմանափակումներ։ Բայց սա դատարանն է, որն իրավասություն ունի միջազգային քրեական իրավունքի 4 հիմնական հանցագործությունները քննելու։ Պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, ցեղասպանություն եւ ագրեսիայի հանցագործություն։ Այսպիսով դատարանն իրավասություն ունի միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են մասնակից պետության տարածքում։ Ավստրալիացի եմ։ Ավստրալիան մասնակից պետություն է, եւ Հայաստանն այժմ նույնպես մասնակից պետություն է, ինչը հիանալի է։ Եթե ես հանցագործություն կատարեի Ավստրալիայում, եւ Ավստրալիան չցանկանար հետապնդել, հնարավոր է, որ ես դատվեի միջազգային քրեական դատարանի կողմից։
Նրանք նաև իրավասություն ունեն մասնակից պետության քաղաքացու կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ։ Այսպիսով ենթադրենք դուք եւ ես մասնակից պետությունների քաղաքացիներ ենք։ Եթե մեզնից որևէ մեկը կատարի միջազգային հանցագործություն աշխարհի որևէ երկրում, մենք կարող ենք ենթարկվել միջազգային քրեական դատարանի կողմից հետապնդման։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե պետությունը չի ցանկանում կամ չի կարողանում հետաքննել կամ դատական հետապնդում իրականացնել։ Որպես ավստրալիացի, եթե ես ռազմական հանցագործություններ կատարեմ, գաղափարն այն է, որ Ավստրալիան պետք է ունենա ամուր իրավական համակարգ։ Դա հնարավորություն է տալիս ինձ իմ կատարածի համար հետապնդել, եւ ես կասեմ, որ իրականում դա է անում Ավստրալիան։ Մի քանի տարի առաջ մենք զեկույց հրապարակեցինք Ավստրալիայի հատուկ նշանակության ուժերի կողմից Աֆղանստանում կատարված պատերազմական հանցագործությունների մեղադրանքների մասին։ Ավստրալիան ստեղծեց հատուկ քննիչի գրասենյակ, որը հետաքննում է այս պատերազմական հանցագործությունները, եւ մինչ օրս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել սպանության պատերազմական հանցագործության համար։ Այսպիսով կարելի է ասել, որ Ավստրալիան պատրաստ է եւ կարող է հետապնդել նման հանցագործներին։ Մենք ունենք օրենքներ, մեր ազգային օրենսդրությունում ունենք պատերազմական հանցագործությունների մասին դրույթներ։ Եվ այս դեպքում կարող ենք ասել, որ միջազգային քրեական դատարանը անհրաժեշտություն չունի միջամտելու, քանի որ Ավստրալիան անում է այն, ինչ պետք է աներ։ Եվ սա իրականում շատ լավ է։ Գաղափարն այն է, որ այս իմաստով միջազգային քրեական դատարանը մենք անվանում ենք միջին ատյանի դատարան։ Այն նախատեսված է միջազգային քրեական իրավունքի համակարգ ստեղծելու համար, որտեղ երկրները միանում են դատարանին։ Ապա այդ պարտավորության շրջանակներում նրանք այդ հանցագործությունները ներառում են իրենց ներքին օրենսդրության մեջ, որին իրենք պետք է հետևեն։ Բայց մեզ դատարան է պետք, քանի որ երբեմն պետությունները պարզապես պատրաստ չեն դա անել։ Այո, եւ իհարկե միջազգային քրեական դատարանը քննադատներ է ունեցել։ Ոմանք ասում են, որ այն կողմնակալ է, իսկ մյուսները, որ անզոր։ Եվ ինչ կարծիքի եք այս սիրո եւ ատելության հարաբերությունների մասին միջազգային քրեական դատարանի հետ կապված։ Ակնհայտ է, որ ես աշխատում եմ այս ոլորտում, ուստի ես դատարանի մեծ կողմնակիցն եմ եւ կարծում եմ, որ այն իսկապես նշանակալի է։ Ես կխուսափեի այն անվանել կողմնակալ, փաստարկները քիչ են, եթե մարդիկ ասում են, որ այն միայն աֆրիկացիներին է հետապնդում, այո, ինչու՞, մեծ ուշադրություն է դարձվում Աֆրիկային, ինչու են այդքան շատ իշիպի գործեր այնտեղից եկել։ Ես դες կասեմ թե ինչու, որովհետև այդ երկրներն իրենք են դիմել դատարան։ Նրանք խնդրել են դատարանին հետաքննություն անցկացնել, միջամտել, ահա թե ինչու։ Այսպիսով կողմնակալության մասին այս փաստարկները աբսուրդ են, քանի որ երբ ամեն ինչ սկսվեց, առաջին երկրները, որոնք եկան դատարան եւ ասացին խնդրում ենք հետաքննեք եւ քրեական հետապնդում իրականացրեք, հենց իրենք երկրներն էին։ Այս փաստարկը շարունակում է ինձ հիասթափեցնել։ Եվ եթե հիմա նայենք գրառումներին, աշխարհի այլ վայրերում կան բազմաթիվ հետաքննություններ, որոնք ոչ մի կապ չունեն Աֆրիկայի հետ։ Դուք ունեք Ուկրաինա, ունեք Ֆիլիպիններ, սա փոխում է, կան շատ վայրեր, աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում, Աֆրիկան, Եվրոպան, Ասիան եւ Հարավային Ամերիկան այն մայրցամաքներն են, որտեղ միջազգային քրեական դատարանը հետաքննություններ է անցկացրել է եւ իրականացրել է։ Այսպիսով այս փաստարկը պարզապես այլևս արդիական չէ։ Այնուամենայնիվ կասեմ, որ ես հիասթափություն ունեմ այն առումով, թե ինչպես են որոշ ավելի ակնառու գործեր, կարծես թե ավելի արագ են զարգանում, քան մյուսները։ Օրինակ, շատ արագ են հետաքննվում Ուկրաինայում եւ Պաղեստինում տեղի ունեցած հանցագործությունները։ Մինչդեռ մենք տարիներ շարունակ սպասում ենք Մյանմարում Ռոհինգյա ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների հետ կապված ձերբակալման օրդերների։ Շատ տարիներ ենք սպասում։ Ահա թե որտեղ է իմ հիասթափությունը։ Այս բարձր մակարդակի գործերի վրա կենտրոնացումը slow or kind of selective it can be, and so Այո, ես նաև տեսնում եմ, թե որքան դանդաղ կամ մի տեսակ ընտրողական կարող է լինել այն։ Իհարկե հասկանալի է սրա պատմական արմատները,
Բայց միևնույն ժամանակ մտածում եմ, որ դա ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ արդարադատության գաղափարին։ Գիտեք, խնդիրն այն է, որ մենք գիտենք, թե ինչ տեսք ունի անպատժելիությունը, քանի որ այն գոյություն ուներ դարեր շարունակ։ Գիտենք այն բացը, որի մասին մենք խոսում ենք, տասնամյակների անպատժելիություն մարդկանց կողմից սարսափելի հանցագործություններ կատարելու համար։ Եվ կան ապացույցներ, որ միջազգային քրեական դատարանն ունի զսպող գործում։ Մարդիկ ուսումնասիրություններ են անցկացրել, մասնավորապես դատարանի կողմից առաջին դատական հետապնդումները կապված էին երեխա զինվորներ հավաքագրելու եւ երեխաներին օգտագործելու հետ կապված հանցագործությունների վերաբերյալ եւ այս դեպքերը մեծ ազդեցություն են ունեցել Աֆրիկայում ոչ պետական զինված խմբերի վարքագծի վրա, ովքեր հատուկ մտածել են, որ մենք դա չենք անի, քանի որ եթե դա անենք, մեզ կհանձնեն միջազգային քրեական դատարանին։ Այսպիսով դատարանն ունի զսպող ազդեցության մեխանիզմ, իհարկե դա բոլորին չի խանգարում, բայց նաեւ սովորական քրեական իրավունքն էլ բոլորին չի խանգարում։ Մենք ավելի շատ ակնկալիքներ ունենք միջազգային կոչվող մի բանից։ Այո, եւ ինձ հաճախ են հարցնում այն մասին, մարդիկ ասում են, միջազգային իրավունքը իրականում չի գործում։ Եվ ես ասում եմ, լավ, իսկ ձեր երկրի քրեական օրենսդրությունը չի վկայում, որ մարդիկ դեռևս հանցագործություններ են կատարում։ Եվ մենք կասկածի տակ չենք դնում այդ օրենքների գոյությունը։ Ուստի մեզ համար իսկապես կարևոր է հիշել, որ ամեն օր պետություններն ու անհատները հետևում են միջազգային իրավունքին։ Օրինակ, գիտեք, ես գիտեմ, որ սա մի փոքր ծայրահեղ է, բայց այսօր դուք եւ ես պատերազմական հանցագործություններ չենք կատարում։ Ուստի մենք հետևում ենք միջազգային իրավունքին։ Բայց նույնիսկ զինված հակամարտության համատեքստում մարդիկ հաճախ հետևում են միջազգային իրավունքին։ Այսպիսով, եթե նայեք օրինակ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտությանը, թեև ես չեմ պատրաստվում ասել, որ Ուկրաինայի մարտական գործողությունները 100%-ով կատարյալ են, ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ նրանք այդ պատերազմական գործընթացում պահպանում են պատերազմի օրենքները։ Այսպիսով կարևոր է հիշել սա, եւ սա կարևոր է հիշել։ Մենք գիտենք, թե ինչ տեսք ունի անպատժելիությունը, քանի որ դա տեսել ենք տասնամյակներ շարունակ։ Գիտեք, առաջնորդները, ովքեր ցանկանում են կառավարել ռեժիմներ, ցեղասպան ռեժիմներ կամ ավտորիտար ռեժիմներ, կարծում են, որ կարող են ամեն ինչի համար անպատիժ մնալ։ Այս դատարանը ցույց է տալիս, որ դա պարտադիր չէ, որ այդպես լինի։ Նայեք, վերջերս Ֆիլիպիների նախկին նախագահ Դուետերտեն, Նայեք, վերջերս Ֆիլիպիների նախկին նախագահը դատարանը նրա նկատմամբ ձերբակալման օրդեր էր տվել մատկության դեմ հանցագործությունների հետ կապված այսպես կոչված թմրանյութերի դեմ պայքարի համար, որի ընթացքում հազարավոր մարդկանց սպանություններ են տեղի ունեցել, որոնք ենթադրաբար թմրանյութ վաճառող են։ Նա իշխանության գլուխ էր եւ բոլորը կարծում էին, որ երբեք պատասխանատվություն չի լինի։ Եվ նա նույնիսկ Ֆիլիպինները հանեց միջազգային քրեական դատարանից։ Սակայն տեղի ունեցավ ռեժիմի փոփոխություն, տեղի ունեցավ կառավարության փոփոխություն։ Նրանք ասացին, ոչ, մենք նրան դատարան չենք հանձնելու։ Բայց հետո ներկայիս կառավարության եւ նախկին նախագահի ընտանիքի միջև վեճ ծագեց։ Եվ գիտեք ինչ, նրանք ձերբակալեցին նախագահին։ Reminder to dictators saying one day you will not be in power and maybe they will come and knocking at your door saying we are from international. Այս տեսակի բաները շատ կարևոր են, որպես բռնապետին հիշեցում, որ մի օր նրանք իշխանության գլուխ չեն լինի եւ գուցե մի օր նրանց դուռը կգան ու կթակեն անծանոթ մարդիկ եւ կասեն, որ մենք միջազգային քրեական դատարանից ենք։ Անկասկած, եւ այս դեպքում նա մեկնել էր, կարծում եմ, Հոնկոնգ եւ նա թռավ Մանիլա եւ ձերբակալվեց օդանավակայանում։ Լավ, հուսով եմ նման գործ կլինի նաեւ Ադրբեջանում, իհարկե, նախ եւ առաջ։ Այո, դա կլիներ եւ գուցե միջազգային քրեական դատարանի համար եւս մեկ խնդիր է, որ որոշ խոշոր տերություններ երբեք չեն միացել միջազգային քրեական դատարանին։ United States, Russia, China, what's holding them back from
Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, ի՞նչն է նրանց խանգարում։ Չգիտեմ, դա միայն քաղաքականությունն է, թե ավելի խորը բան։ Դե դա այն պատճառով է, որ նրանք չեն ուզում, որ իրենց երկրի որևէ քաղաքացի պատասխանատվության ենթարկվի իրենց երկրների տարածքների տարածքում կատարված հանցագործության համար։ Այսինքն իհարկե նայեք Ռուսաստանին, թե ինչ է նրանք անում, կատարելով բազմաթիվ ռազմական հանցագործություններ։ Չինաստանն ունի սարսափելի պատմություն մարդու իրավունքների հարցում։ Եվ ես գրել եմ Չինաստանի պատմական եւ ներկայիս մարդու իրավունքների որոշ խախտումների մասին եւ իրականում միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից գնահատելու համար, թե արդյոք կարելի է այս արարքը համարել միջազգային հանցագործություններ։ Իհարկե այս պահին ուղղորդների ցեղասպանություն է տեղի ունենում Չինաստանի Սինջիան նահանգում։ Սրանք այն երկրներն են, որոնք չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց արարքների համար։ Եվ Միացյալ Նահանգները նույնպես բարձրաձայնել է, թե ինչու չի անում դա։ Միացյալ Նահանգները ստորագրել է պայմանագիր, բայց երբեք չի վավերացրել այն։ Եվ այդ ժամանակվանից նրանք հրաժարվել են ստորագրել։ Թրամփը չի սիրում միջազգային քրեական դատարանը եւ պատժամիջոցներ է կիրառել դատարանում աշխատող կամ դրա հետ կապ ունեցող յուրաքանչյուրի նկատմամբ։ Գիտեք սա, իհարկե գիտեք սա, իսկապես սարսափելի վարքագիծ է, քանի որ սա անկախ դատարան է եւ իր իրավասության վերաբերյալ շատ խիստ չափանիշներ ունի։ Այն քաղաքական որոշումներ չի կայացնում այն մասին, թե ում է դատում եւ չի դուրս գալիս իր իրավասության սահմաններից։ Միացյալ Նահանգների քաղաքացի հանդիսացող անձը կարող է դատվել միջազգային քրեական դատարանի կողմից միայն այն դեպքում, եթե նա միջազգային հանցագործություն է կատարել մասնակից պետության տարածքում։ Այսպիսով այն շատ խիստ է, Միացյալ Նահանգների քննադատությունն անհիմն է, իսկ պատժամիջոցները, այնիշ նրանք հիմա անում են, պարզապես խաթարում է օրենքի գերակայությանը եւ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը։ Եվ Միացյալ Նահանգների համար էլ այժմ խոսքը միայն ԱՄՆ քաղաքացիների մասին չի, այլ նրանց ընկերների, քաղաքական ընկերների, որոնց նրանք ցանկանում են պաշտպանել։ Այժմ ձերբակալման օրդեր է տրվել Իսրայելի պետության ղեկավար Բենյամին Նեթանյահուի եւ Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ։ Միացյալ Նահանգները Իսրայելը համարում է իր ընկերը։ Եվ սա կրկին այն պատճառներից մեկն է, որ Թրամփի ռեժիմը սրել է իր վարքագիծը եւ սահմանել այս պատժամիջոցները։ Ակնհայտ է, որ պատժամիջոցները բավականին զգալի ազդեցություն ունեն, հատկապես երբ կան մարդիկ, ովքեր ունեն ակտիվներ, գուցե նրանք ունեն ԱՄՆ բանկային հաշիվ, եւ սա շատ վատ վարքագիծ է Միացյալ Նահանգների կողմից։ Very poor behavior on the part of the United States, and I think I'm putting that mildly. Okay. And now coming to another two big problems or issues with Անդրադառնանք միջազգային քրեական իրավունքի հետ կապված եւս երկու մեծ խնդիրների, որ արդարադատությունը հաղթողինն է։ Կա այս գաղափարը, որ հաղթողի արդարադատությունն է, որքանով է դա արդարացի։ Այս գաղափարը իրականում ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն ժամանակ ունեցած դատավարությունների մասին, երբ խոսում ենք, դա այո հաղթողների արդարությունն էր։ Ասում են, որ պատերազմում հաղթողները հազվադեպ են դատարանի առջև կանգնում։ Այո, եւ նաեւ դա մի տեսակ արդարություն է ճնշվածների համար, քաղաքական գործիչների, որոնք անօրինականության զգեստով են։ I don't know that I fully agree with that. I agree to some point. Չգիտեմ լիովին դրա համաձայն եմ դրա հետ թե ոչ։ Որոշ չափով համաձայն եմ։ Այո, եթե հաղթողների կողմից կատարված հանցագործություններ կան, դրանք որպես կանոն անպատիժ են մնում։ Եվ դա խնդիր է։ Դժբախտաբար Ինչպես ասացի, ոչ մի կառավարություն չի պատրաստվում քրեական հետապնդում իրականացնել իր եւ իր սեփական անձնակազմի դեմ։ Դա ընդհանուր առմամբ հիասթափության հսկայական աղբյուր է։ Գիտեք, երբ մենք նայում ենք օրինակ Միացյալ Նահանգներին, Վիետնամի պատերազմին եւ Մայլայի կատորածին, որի համար Ուիլյամ Քալին հետապնդվեց եւ դատապարտվեց, իսկ եւ հետո նրան շուտով ներում շնորհվեց։ Գիտեք, այս տեսակի վարքագիծը զսպող ազդեցություն չունի։ Այն չի կանխելու ապակա հանցագործությունները
եւ ոչ ոք պատասխանատվություն, եթե ոչ ոք պատասխանատվության չենթարկվի։ Ես բացարձակապես համոզված եմ, որ կարևոր չէ թե որ կողմում եք։ Եթե հանցագործություններ են կատարվում, դրանք պետք է իսկապես հետաքննվեն եւ քրեական հետապնդման ենթարկվեն։ Եվ սա իրականում այն պատճառներից մեկն է, որ ես այս պահին իսկապես հպարտանում եմ իմ երկրով Ավստրալիայով, ինչը հաճելի է ասել։ Նրանք ստեղծել են այս հատուկ քննչի գրասենյակը եւ ակտիվորեն հետաքննում են պատերազմական հանցագործությունների մեղադրանքները, քանի որ մենք դա հաճախ չենք տեսնում եւ անշուշտ held accountable because that does need to happen. Yeah. And here in Armenia we have this hunch, we have this feeling, I don't know if it's relevant or not, but that there are Գիտեք, այստեղ Հայաստանում մենք ունենք այս կանխազգացումը, մենք ունենք այս զգացողությունը, չգիտեմ, դա տեղին է թե ոչ, բայց որ կան երկակի ստանդարտներ, թե ինչպես է աշխարհը արձագանքում որոշ հակամարտությունների, իսկ մյուսներին ոչ։ Արդյոք միջազգային իրավունք ունի դրա պատասխանը։ Կցանկանայի մեկ ունենալ, քանի որ միջազգային իրավունքի մարտահրավերն այն է, որ այն ենթարկվում է միջազգային հարաբերությունների քաղաքականությանը։ Եվ դա նաև ինձ համար հիասթափություն է։ Ձեր լսողների համար եմ ասում, որ ես նաև տարիներ շարունակ աշխատել եմ Արցախի հետ կապված միջազգային քրեական իրավունքի հարցերի ուղղությամբ եւ մեծ հիասթափություն եմ ապրել ինչպես էթնիկ զտումից մեկ շաբաթ այն բանից հետո երբ էթնիկ զտումից մեկ շաբաթ առաջ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի եւ շվեդ լրագրող Ռասմուս Կանբեքի հետ մասնակցում եմ Միացյալ Թագավորության կառավարությանը ուղղված քննարկմանը կոչ անելով նրանց ինչ որ բան անել շրջափակման դեմ պայքարում եւ մեկ շաբաթ անց տեղի ունեցավ էթնիկ զտում Դա պարզապես հիասթափության հսկայական աղբյուր էր, որը կապված է քաղաքականության, ինչպես նաև ռեսուրսների հետ, քանի որ իհարկե Միացյալ Թագավորության հետ կապված մարտահրավերը նրանում էր, որ նրանց գործողությունները շատ կապված էին BP-ի, British Petroleum ընկերության հետ, որը գազային շահեր ունի Ադրբեջանում։ Այս տեսակի բաները պարզապես հիասթափեցնում են։ Եվ ինձ համար դաշտում աշխատելը մեծ մարտահրավեր է։ Ես գիտեմ, որ այս պահին դաշտում աշխատող այլ մարդիկ էլ կան, որոնք դա զգում են։ Ու մենք հատկապես վերջին առնվազն 12 ամիսների ընթացքում տեսնում ենք միջազգային իրավունքի նկատմամբ մեծ անհարգալից վերաբերմունք եւ միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներ։ Բայց դուք ճիշտ եք։ Բացի այդ օրենքի անհավասար կիրառման պատճառով տեղի ունեցավ էթնիկ զտում, որը մոտ 1 շաբաթ մինչև հոկտեմբերի 7-ը ուշադրության կենտրոնում էր, ապա անհետացավ բոլորի տեսադաշտից։ Ես ասում եմ, կարող եմ ասել, որ շվեդ լրագրող Ռասմուս Կանբեքը շարունակում է մանրամասն լուսաբանել այս մասին։ Այսպիսով կան մարդիկ, ովքեր դեռ հիշում են, թե ինչ է տեղի ունեցել եւ պահանջում են պատասխանատվություն։ Այո, ապագայի համար լավատեսական կանխատեսումներ չկան։ Բայց միևնույն է, գիտեք, եթե միգուցե տարօրինակ հարց է, բայց եթե դուք կարողանայիք այսօր վերաձևավորել համակարգը եւ սկսել զրոյից, ինչ կանեիք, ինչը կպահեիք, ինչից կհրաժարվեիք։ For the future, but anyway, and it's kind of maybe strange question, but if you could redesign system today and start from the scratch, what would you do? What would you keep and what would you toss out? I tell you what, the biggest thing Ասեմ ձեզ ամենակարևորը անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տարբեր կառուցվածքն է, քանի որ դա այդքան մեծ ազդեցություն ունի շատ բաների վրա։ Օրինակ, երբ անվտանգության խորհրդում գտնվող պետությունները փորձում են ընդունել մի բանաձև, որը կփոխի իրավիճակը, կիրականացնի կպաշտպանի միջազգային իրավունքը, եւ դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ վետո P5-ի անդամներից մեկի կողմից, սովորաբար Ռուսաստանի, Չինաստանի կամ Միացյալ Նահանգների։ Այսպիսով նրանք են, ովքեր օգտագործում են իրենց վետոն։ Քանի որ այս երկրներն են օգտագործում իրենց վետոն։ Իրականում Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան չեն օգտագործում իրենց վետոյի իրավունքը եւ տարիներ շարունակ չեն օգտագործել։ Այդ 3 պետություններից մեկը
իր վետոյի իրավունքով հսկայական խնդիր է առաջացնում։ Այն նաև քաղաքականացնում է անվտանգության խորհուրդը։ Այդ պատճառով դա շատ հիասթափեցնող է։ Մարդիկ հարցնում են Արդարադատության միջազգային դատարանի մասին եւ այն մասին, թե ինչպես կարող են դրա որոշումները կիրառվել, եթե պետությունը հրաժարվում է կատարել դրանք։ Եվ այդ հարցի պատասխանը գտնվում է դատարանում, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Բայց իհարկե կախված նրանից, թե դա ինչ է կրկին, դա երբեք տեղի չունենա վետոյի իրավունքի պատճառով։ Իմ գործընկերներից մեկը Ավստրալիայի Դիքին համալսարանում Thomson Page բավականին շատ է գրել այս մասին, եւ ըստ էության եկել է այն եզրակացության, որ անվտանգության խորհուրդը երբեք չի բարեփոխվի, քանի որ դա իսկապես անհնար է եւ մենք պետք է այլ ուղիներ փնտրենք։ Կարծում եմ, որ ինձ համար սա միակ բանն է, որ եթե կարողանայի ժամանակի մեջ հետ գնալ կփոխվեր, թե ինչպես էր ստեղծվում անվտանգության խորհուրդը եւ ինչպես էին կառուցված նրա լիազորությունները։ Կարծում եմ դա շատ էական տարբերություն կստեղծեր միջազգային իրավունքի ստեղծման եւ կիրառման գործում։ In the creation and enforcement of international law. Yeah. And another maybe Եվ եւս մեկ գուցե հարց, բայց ձեր կարծիքով ինչ դեր է խաղում քաղաքացիական հասարակությունը կամ սովորական մարդիկ միջազգային իրավունքի ձևավորման գործում, կամ գուցե դա դեռևս էլիտար խաղ է։ Ոչ, բացարձակապես ոչ։ Քաղաքացիական հասարակության անհատները շատ կարևոր դեր ունեն խաղալու։ Լավ, սկսենք պարզապես անհատներից։ Ես միշտ ասում եմ եւ ինձ համար հաճախ հարցնում են. գիտեք, ինչ կարող ենք անել։ Օրինակ, եթե ես ելույթի ընթացքում խոսեմ որևէ կոնկրետ իրավիճակի մասին, դա կարող է լինել ռոհինգյաների, դա կարող է լինել Արցախի մասին, մարդիկ հարցնում են, թե ինչ կարող եմ անել որպես անհատ։ Ես միշտ ասում եմ. պաշտպանեք ձեր քաղաքական գործին, ձեր տեղական խորհրդարանի անդամին։ Ասա նրանց, թե ինչ գիտես եւ ինչ ես կարծում, որ քո կառավարությունը պետք է անի, որովհետեւ նրանք պետք է լսեն քեզ։ Եվ խնդիրն այն է, որ իրականում իմ փորձից ելնելով քաղաքական գործիչները պարտադիր չէ, որ ունենան բավարար գիտելիքներ աշխարհի հեռավոր վայրերում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Օրինակ Ավստրալիա, մենք հեռու ենք, մենք կղզի ենք, այնպես որ այստեղ նրանք Արցախի մասին կարող են չիմանալ, նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ Եթե անհատը իմանա այս մասին եւ եթե տեղյակ լինի դրա մասին, գրեք ձեր քաղաքական գործիչներին եւ ասեք, լսեք, սա տեղի է ունենում։ Ահա թե ինչ եմ ուզում որ դուք անեք, ահա թե ինչ պետք է անի կառավարությունը։ Ես կարծում եմ, որ սա իսկապես օգտակար է։ Ակնհայտ է, որ օգտակար է միայն այն դեպքում, եթե դուք ապրում եք ժողովրդավարական հասարակությունում։ Բայց անհատների համար այն է, ինչ խորհուրդ եմ տալիս։ Խոսեք ձեր ընկերների հետ այս մասին։ Սա տեղի է ունենում։ Պարզապես ստեղծեք ընդհանուր իրազեկության մակարդակ քաղաքացիական հասարակության մեջ, ավելի լայն իմաստով։ Սա հսկայական դերակատարում ունի։ Օրինակ Հռոմում միջազգային քրեական դատարանի կանոնադրության նախագծման աշխատանքներում քաղաքացիական հասարակությունը շատ նշանակալի դեր ունեցավ եւ դրույթներ ներառեց կանոնադրության մեջ։ Կանանց ակտիվ խմբերը բացարձակավ հիմնարար դեր ունեցան սեռական բռնության կամ սեռական եւ գենդերային հանցագործությունների Հռոմի կանոնադրության մեջ ներառման ապահովման գործում։ Սա քաղաքացիական հասարակության կողմից դատարանում այժմ գոյություն ունեցող ամենակարևոր քայլերից մեկն է։ Քաղաքացիական հասարակությունը նաև կարող է ազդեցություն ունենալ օրենքի ընդունման գործընթացի մեջ, եւ ես կասեի, որ այս պահին քաղաքացիական հասարակությունը ոչ միայն կարող է, այլ նաև շատ մեծ ներդրում ունի այս գործընթացներում։ Հաջորդ տարի մենք կտեսնենք մարդկության դեմ հանցագործությունների մասին պայմանագրի նախապատրաստական հանձնաժողովների կայացումը, այսինքն պայմանագրի նախագիծ, այո, եւ հաջորդ տարի նրանք սկսում են նախապատրաստական հանձնաժողովների աշխատանքը, որից հետո կանցնեն բանակցություններին, այսինքն 2026-ից 2029 թվականներին կամ մի
այսքան 2026-ից 2025 թվականներին այս ժամանակահատվածի ընթացքում մենք կտեսնենք նախապատրաստական աշխատանքներ, ապա բանակցություններ։ Մարդկության դեմ հանցագործությունների մասին պայմանագիրը այսպիսով կամփոփվի եւ կարող եմ կկազմվի եւ կարող եմ ասել, որ քաղաքացիական հասարակությունը մինչ օրս ակտիվորեն ներգրավված է եղել այս գործընթացում, այդ թվում նաեւ գիտնականները, իրավագիտության պրոֆեսոր Լեյլա Սադաթը տարիներ շարունակ աշխատել է այս ուղղությամբ, պաշտպանելով մարդկության դեմ հանցագործությունների մասին պայմանագրի կնքումը։ Կան նաեւ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Գլոբալ արդարադատության կենտրոնը, որը պաշտպանում է այսպես կոչված մարդկության դեմ հանցագործությունների մասին պայմանագիրը սեռային պատկանելիության ընդլայնման գաղափարը։ Եվ նրանք ստեղծել են մի հիանալի կայք, որը տրամադրում է բազմաթիվ տեղեկություններ այն մասին, թե ինչու մենք պետք է հիմա այդ պայմանագիրը ընդունենք, հիմա պիտի այդ համաձայնագիրն ընդունենք եւ այն նաեւ մանրամասնորեն անդրադառնում է կոնկրետ հանցագործություններին եւ սա հիանալի ռեսուրս է իրականում, օգտագործվում է կառավարությունների, քաղաքականություն մշակողների կողմից այս պայմանագրի վրա իրենց աշխատանքում։ Նրանք ուսումնասիրում են քաղաքացիական հասարակության կողմից կատարված այս մեծ աշխատանքը։ Ես գիտեմ այս մասին, քանի որ ես մեծ ջանքեր եմ գործադրել ներառելու համար պայմանագրում պարտադրված ամուսնության մասին դրույթներ։ Ես գիտեմ սա, քանի որ խոսել եմ մարդկանց, կառավարության ներկայացուցիչների հետ, ովքեր ասում են, որ իրենք ուսումնասիրում են այս համառոտագրերը, գրել են ինձ փորձելու համար հասկանալ, թե որոնք են խնդիրները եւ այնուհետեւ նրանք ներկայացնում են իրենց կառավարության այս հարցերը։ Այստեղ կարող են իհարկե համաձայն լինել դրա հետ կամ չհամաձայնվել, փաստարկներ բերել պայմանագրումներ առելու օգտին, բայց այսպիսով քաղաքացիական հասարակություն իրականում կարող է իսկապես նշանակալի ազդեցություն ունենալ։ Այն խմբերում, որոնց հետ ես աշխատում եմ, մենք պաշտպանում ենք պայմանագրում գենդերային պատկանելիությունը, որպեսզի ապահովի սեռական եւ գենդերային հիմքով հանցագործությունների, ինչպես նաեւ երեխաների ներկայացվածությունը, որպեսզի երեխաները արտացոլվեն պայմանագրում եւ երեխաների փորձը նույնպես արտացոլվի։ One of the first cases, and this term was mentioned, was the May Declaration of 1915 regarding to Armenian massacres in the Ottoman Empire. Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել մեր լսարանին, որ այս եզրույթը մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություններ առաջին անգամ մեծ հաշվով հիշատակվեց 1918-15 թվականների մայիսյան հռչակագրում, որը վերաբերում էր Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներին, 3 պետությունների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի այս մայիսյան հռչակագրում։ Դուք ձեր գրքում անդրադարձել եք այս պահին, թե ոչ, կարծում եմ ոչ։ Լավ, շնորհակալություն Մելանի, եւ գիտեք, կարծում եմ, որ ինձ այդ միջազգային քրեական իրավունքի մեջ գրավում այն քիչ գործիքներից մեկը, որը զոհերին ձայն է տալիս։ Այն ձայն է տալիս համաշխարհային ասպարեզում, եւ այո, այն կատարյալ չէ, այն իդեալական չէ, բայց առանց դրա կարծում եմ ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ։ Այդ պատճառով այո, giving victims a voice. The courts and the way they're set up now, so particularly Շատ կարևոր է ունենալ նման հարթակներ, ինչպիսին է միջազգային քրեական իրավունքը։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Կարծում եմ ավելի լավ է դա ունենալ, քան ոչ։ Եվ գիտեք, ես նկատի ունեմ, որ կան շատ բաներ, որոնց մասին կարող ենք խոսել, բայց պարզապես կասեմ, որ այո, զոհերին ձայն տալու դատարանների առումով, կազմակերպման առումով, մասնավորապես միջազգային քրեական դատարանում այդ դեպքերը, երբ զոհերը իրականում
երբ զոհերը խոսում են, սա իրականում մեծ դեր է խաղում դատավարություններում։ Սա նշանակալի ազդեցություն ունի զոհերի վրա, իրենց պատմությունը պատմելու առումով, որպեսզի նրանք ներգրավեն այս գործընթացում, եւ նաեւ կա զոհերի համար փոխհատուցման նախատեսման հնարավորություն, այնպես որ սա իսկապես մեծ մաս է կազմում, սա իսկապես շատ կարևոր է, ակնհայտ է հենց դրա համար էլ մենք անում ենք այս աշխատանքը is the value of humanities and social sciences, and because especially at the time when it feel like they're in crisis in Armenia. Լավ, շատ շնորհակալություն այս քննարկման քո մտքերի համար, շատ խորը մտածելու տեղիք տվեցիր, բայց նախքան ավարտելու ուզում եմ մի փոքր դուրս գալ թեմայից իրից, եւ այս ոդքասթում մենք հաճախ խոսում ենք հումանիտար եւ հասարակական գիտությունների արժեքի մասին, որովհետեւ գիտեք հատկապես այն ժամանակ, երբ թվում է թե Հայաստանը ճգնաժամի մեջ է, անկասկած ես վստահ եմ ոչ միայն Հայաստանում, ցավոք այլևս ամբողջ աշխարհում, հա, եւ այսպես կցանկանայի հարցնել, ինչու է կարծում, որ դա դեռևս կարեւոր է, ինչու մենք պետք է զբաղվենք այս ոլորտով, ինչ պետք է հետազոտենք, ուսումնասիրենք, ինչու պետք է հետազոտենք, ուսումնասիրենք պատմությունը, իրավունքը, փիլիսոփայությունը եւ այլ հասարակական գիտություններ։ And I say this, you may hear the frustration. Սա հիանալի հարց է։ Գիտեք, ես աշխատում եմ Արևմտյան Ավստրալիայի համալսարանի իրավաբանական դպրոցում եւ հետազոտական եւ դպրոցի փոխտնօրենն եմ։ Ես միշտ պաշտպանում եմ հումանիտար եւ հասարակական գիտությունների հետազոտությունների ճանաչումը։ Դու կարող եք իմ ձայնի մեջ հիասթափություն լսել, որտեղ այո, STEM հետազոտությունները, գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության եւ բժշկական հետազոտությունները միշտ առաջնահերթություն են ստանում եւ հումանիտար գիտությունների հետազոտությունները կրճատվում են, դրանք չունեն ֆինանսական առաջնահերթություն եւ STEM ոլորտն ավելի շատ մրցանակներ է շահում, այո, կա մարտահրավեր հումանիտար հետազոտությունը ճանաչելի դարձնելու համար եւ սա շատ կարեւոր է։ Գիտեք, երբ տեսնում եմ որոշ գործընկերներ են հետազոտում, գիտեք, երբ տեսնում եմ, որ գործընկերներս ինչ որ հարցեր են հետազոտում եւ դա այնքան կարեւոր է եւ այնքան արդիական, որ ես պարզապես չեմ կարողանում հասկանալ թե ինչպես այսպես ստացվեց։ Ավստրալիայում մենք ունենք 10 տարվա պահպանողական կառավարություն, որը պատերազմ էր մղում բարձրագույն կրթության, մասնավորապես հումանիտար եւ հասարակական գիտությունների դեմ։ Պատճառն այն է, որ հումանիտար գիտությունները մարդկանց դրդում են քննադատաբար մտածելու, ստեղծում են քննադատական մտածողություն եւ քննադատաբար մտածողները կարող են քննադատաբար վերաբերվել նաեւ կառավարությանը դա դուր չի գալիս, այնպես որ դա նաեւ քաղաքական կողմ ունի, սա դա հասարակության բաց թողումն է եւ այս վիճակը հասարակության բաց թողումն է։ Եվ գիտեք, ես դա տեսնում եմ սոցիալական ցանցերում այն մարդկանց մեկնաբանություններում, ովքեր իսկապես ատում են գիտնականներին, մասնավորապես այն բաները, որոնցից նրանք վախենում են, հա, այնպիսի բաների նկատմամբ, ինչպիսին են, չգիտեմ, գենդերային ուսումնասիրությունները, նրանք իսկապես ատում են այս երևույթները։ Պատերազմի ժամանակ անգամ Չերչիլը, որ ֆինանսավորում էր արվեստի հետ կապված ոլորտ ուղղությունները եւ նրան ինչ որ մեկն ասաց, գիտեք, ինչու ենք մենք գումար ծախսում արվեստի վրա, երբ պատերազմ է ընթանում, եւ Չերչիլը պատասխանեց, ինչի համար ենք այդ դեպքում մենք պատերազմում, եթե ոչ սրա համար։ Եվ դրանով նա նկատի ուներ մշակույթն ու արվեստը, այո։ Եվ դա է ինչ մենք տալիս ենք, պատմությունը շատ կարևոր է, մենք պետք է սովորենք ինչեր են տեղի ունեցել, ես կասեի մեր աշխարհում ընդհանրապես ոչ միայն մեր երկրում, ինչ է տեղի ունեցել մեր հասարակությունում, ինչ է տեղի ունեցել աշխարհում, անցյալում, ես հասկանում եմ, թե ինչպես է մարդը վարվում, բայց անկասկած, սա կլիշե է, բայց պետք է ասեմ, մենք պետք է սովորենք պատմություն, փորձելով կանխել դրա կրկնությունը, այո, սա կլիշե է, բայց ճիշտ
ճիշտ է։ Եվ ես պարզապես մտածում եմ, որ ես ուսումնասիրում եմ տարբեր հասարակական գիտություններ, չգիտեմ, օրինակ քրեագիտություն։ Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես ենք մենք հասկանում հանցագործությունը, ինչպես կանխարգել ենք հանցագործությունը։ Սա այնքան գործնական ուսումնասիրություն է, իրական կյանքի վրա իրական ազդեցություն ունեցող։ Բայց նաև դա չի նշանակում, որ փիլիսոփայության նման մի բան կարևոր չէ, քանի որ մտածողությունը կարևոր է։ Այո, եւ ես ունեմ իմ ամենավերջին հարցը, գուցե ավելի մոտեցնելի համար, ավելի անձնական հարց, հա, ինչն է ձեզ սկզբում գրավել այս ոլորտում։ Ինչը ձեզ դրդել, սովորել եւ դասավանդել միջազգային իրավունք եւ գրել այս գիրքը։ Ես ուզում եմ մեր լսարանին ցույց տալ սա։ Մեղավոր եմ, որ դեռ չեմ։ Ես ուզում եմ մեր լսարանին ցույց տալ այն։ Մեղավոր եմ, որ դեռ չեմ կարդացել։ Բայց խոստանում եմ այս լսարանին կարդալ այս գիրքը եւ գրախոսություն գրել։ Դուք պետք է համոզեք նրան կարդալու այս գիրքը խտրականությունից մինչև ցեղասպանության գործընթաց մարդու իրավունքների տեսանկյունից։ Ուրեմն ինչն է ձեզ մոտիվացրել, ինչն է ձեզ մղել դեպի այս ոլորտ։ Այո, այս այն բանն է, որի մասին մտածում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում եւ ինչ պատճառներով նախկինում իրականում չէի էլ մտածել։ Երբ դպրոցում էի, չգիտեմ իրականում ինչը դրդեց, բայց ես սկսեցի ուշադրություն դարձնել մտածել ֆիլմերի մասին, որոնք ինձ շատ էին դուրս գալիս։ Սա տարօրինակ պատասխան է, ֆիլմերից մեկը, որը ես շատ էի սիրում, Գայլերի հետ պարողներն էին, Քևին Քոստների մասնակցությամբ։ Եվ ակնհայտ է, որ ես այն սիրեցի, քանի որ այնտեղ Քևին Քոստներն էր։ Բայց կյանքից ավելի ուշ տարիքում դիտելով հասկանում եմ, որ դա գաղութատիրության, գաղութային բռնության եւ դրա դեմ ապստամբող մարդկանց մասին ֆիլմ է։ Բայց ես նաև սիրել եմ եւ դեռ սիրում եմ իհարկե Footloose-ը եւ դուք կարող եք ծիծաղել եւ ասել, բայց սա ֆիլմ է բարի մասին 80-ականների հիանալի երաժշտությամբ, այո, բայց այն նաև կամայական կանոններին դիմակայելու մասին է։ Այսպիսով ես հավատում եմ օրենքի գերակայությանը, բայց չեմ հավատում կամայական կանոններին եւ ավտորիտարիզմին։ Եվ հետո ես կամավորական աշխատանք էի կատարում շրջակա միջավայրի արդարադատության հետ կապված, առաջադրանք կատարեցի փոկերի ձակերին փրկելու համար, քանի որ դա այդ ժամանակ մեծ խնդիր էր։ Կարծում եմ, որ սոցիալական արդարության գաղափարը միշտ էլի մեջ է եղել։ Երբ համալսարան ընդունվեցի, պատմություն եւ իրավունք ուսումնասիրեցի։ Պատմության մեջ շատ բաներ արեցի, կոմունիստական Չինաստանը, հոլոկոստը, այս ամբողջը ես ուսումնասիրեցի եւ այս ամբողջը կապված է քրեական իրավունքի հետ։ Ես միշտ ցանկացել եմ դառնալ քրեական իրավաբան։ Դա իմն էր, նույնիսկ մանկուց, դա այն էր, ինչ ես ուզում էի։ Բայց երբ դուք համատեղում եք պատմությունը եւ քրեական իրավունքը, ստանում եք միջազգային քրեական իրավունքը։ Այսպիսով, եւ կարծում եմ գիտեք պատմության բակալավրի աստիճանի ընթացքում սովորելիս, ես իրականում պատմություն ուսումնասիրել եմ բարձրագույն մակարդակով, նաեւ ավագ դպրոցում, որի ընթացքում ուսումնասիրել եմ նաև հոլոկոստը։ Եվ այս տեսակի բաների ուսումնասիրությունը իսկապես ստիպեց ինձ մտածել, թե ինչպես մարդիկ կարող են նման վայրագություններ անել։ Սա կլինի մի հարց, որի պատասխանները, չնայած ես տեխնիկապես գիտեմ, իրականում դեռ չգիտեմ։ Բայց կարծում եմ, որ հենց սա էր ինձ մոտիվացնողը եւ պատմության ու քրեական իրավունքի միավորումը հենց այս հողի վրա եղավ։ Եվ գիտեք, երբ ես ստանում էի իրավաբանական կրթությունս, ուսումնասիրելով առաջադեմ քրեական իրավունք, ուսումնասիրելով միջազգային իրավունք, ուսումնասիրելով դատաբժշկական փորձագիտություն, այս տեսակի բաներն էին, որոնք ինձ իսկապես հետաքրքրում էին։ Ես երբեք չեմ հետաքրքրվել այնպիսի բաներով, ինչպիսիք են ընկերությունների իրավունքը, առևտրային իրավունքը եւ այլն։ Այսպիսով սա է իմ գիրքը։ Կարևորը վերջնական արդյունքն է, զոհերի համար արդարադատությունը։ Կարծում եմ, որ մենք իսկապես բախտավոր ենք, մենք իսկապես արտոնյալ ենք մեր կատարած աշխատանքում եւ հնարավորություն ունենք օգնելու այս մարդկանց, ում ձայնը գուցե միշտ չէ որ կարելի է լսել։ Այսպես իսկ մենք նրանց կարող ենք օգնել։ Առնվազն փորձում ենք։ Մենք չենք կարող փոխել աշխարհը։ Մենք միայն մեկ մարդ ենք, մեզանից յուրաքանչյուրը մեկ մարդ է, բայց կարող ենք մի փոքր փոփոխություն մտցնել մեր կյանքում, մեր շրջապատի կյանքում։
Այո, դուք ճիշտ եք։ Շնորհակալություն Մելանի, շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար, որը ինձ եւ իմ լսարանին շատ բան տվեց այս թեմայի վերաբերյալ հիմնարար գիտելիքների առումով։ Շատ շնորհակալ եմ եւ հաջողություն ձեր նախագծերում եւ աշխատանքում։ Շատ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Մեծ պատիվ է այստեղ լինելը։ Շնորհակալություն։ Thank you so much for having me on the podcast. It is an honor to be here. Thank you.